Ներկայումս բոլորը ներգրաված են փաստաբաններով, այս բանին խոչընդոտ չկա։ Հիմա կփորձեմ ներս մտնել, կտեսնենք խոչընդոտներ ստեղծում են, թե չեն ստեղծում։ Դուք էլ այստեղ ականատես կլինեք։ Ներկայացնելու եմ Մարինե Միսակյանի պաշտպանությունը։ Այս բանին, այո, բոլորը պաշտպաններով ապահովված են։ Ժորժյան, հիմքերը կրկնում եմ, ընտրակաշառքն է, բարեգործական արգելքի խախտումն է, բայց որքան որ նոր քննարկումների արդյունքում հասկացանք, նույն գործելավոճն է, ինչը որ արդեն մենք տեսել ենք Ուժեղ Հայաստանի կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակից, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Կալանքի միջնորդություններից եւ որևէ մեկը ամբողջությամբ չէր բավարարվել, ունեցել էինք անգամ ամբողջությամբ, չէ, նաեւ նախորդիվ դրանից առաջ Արմավիրի հետ կապված ունեցել էինք նաեւ ամբողջական մերժումներ միջնորդությունների, ինչի մասին է խոսք գնում, հա, երբ որ մեր ձևով դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել, զարգացման ծրագրեր, ներգրաված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Հիմա ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ։ Դեռևս չգիտեմ, բայց կարծում եմ, որ նույն բանն է լինելու, այսինքն աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Կարողանալ եք դրանք հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, այլ ոչ թե ընտրակաշառք։ Դրանք որ աշխատավարձ են եղել, կարծում եմ, որ գործի փաստական հանգամանքներով արդեն իսկ հիմնավորված է, բայց մեկնաբանություն է տրվում դրան որպես ընտրակաշառք։ Այս բանին այո, մինչև 15։ Եթե մեղադրանք կա, բնականաբար խափան միջոց կիրառվելու է։ Ինչ խափան միջոց, այս բանին չգիտենք։ Ոչ, մի հոգու չէ, այս բանին արդեն ունենք երկու անձի մեղադրանք։ Հիմա փաստաբանները աշխատում են, դուրս կգան կասեն։ Հոդվածը երկուսինն էլ ընտրակաշառքն է եւ բարեգործական, թե առանձին հոդված։ Կա որ միայն ընտրակաշառք է, կա որ երկուսն է։ Այս բանին ավելի ինֆորմացիա տալ չեմ կարող։ Շնորհակալություն։